Նախ շնորհավորում եմ Գյումրի օրվա հետ կապված, այսօր ոչ միայն գյումրեցիների տոնն է, այլ մեր բոլորիս տոնն է, որտեղ Գյումրին մեր համար սուրբ քաղաք է, Գյումրին մեր համար շատ կարևոր քաղաք է, Գյումրին մեր ժողովրդին մեծանուն եւ գրողներ, եւ պետական գործիչներ, եւ առհասարակ մշակութային, սպորտային եւ բոլոր բնակավարներում մեզ շատ տաղանդավոր մարդիկ հացանել Գյումրին, որով հպարտանում են ոչ միայն գյումրեցիները, այլ համայն հայությունը եւ այսօր մենք եկել ենք ինֆորմացիաների հետ եկել ենք Գյումրի եւ համոզված եմ էլի շատ ու շատ մարդիկ կլինեն, քաղաքական գործիչներ կլինեն, հանրային գործիչներ կլինեն, մշակութային գործիչներ կլինեն, որ կգան այսօրը գյումրեցիների կողքին լինելու այս ամեն ինչին, այս տրամադրությանը, որ կա Գյումրի օրվա հետ կապված, բայց չեն կարող նաև չնշել, որ երեք շատ ցավալի իրողության ականատես եղան, երբ Միքայել Սրբազանը, որը Գյումրու խորհրդանիշն է, որ մարդ է, ոչ միայն որպես ուրեմն թեմակալ առաջնորդ, այլ նաև որպես մարդ, հայ մարդու խղճի, բարոյական, քրիստոնեական արժեքների դավանող, իշխանության հրահանգով եւ նաև դատական որոշում է կայացվել Միքայել Սրբազանի 2 տարի կալանքի տանելու եւ դա չի կարա մեր վրա մեծ հետք չթողնել, էլի, այսինքն ուրախությունը լիարժեք չէ, քանի որ Միքայել Սրբազանը մեր հետ չի, մեր կողքին չի, տոնը լիարժեք չի, որ Սամվել Կարապետյան անազատության մեջ է, ազգային բարերար, որը նույնպես կանգնած է Գյումրի կողքին, տոնը լիարժեք չի, երբ որ Բագրատ Սրբազանն է անազատության մեջ, այսինքն էլի շնորհավորելով մենք պետք է անընդհատ հիշենք, անընդհատ խոսենք այն մասին, որ հանիկան այս իշխանությունները ոչ մի տոն լիարժեք չէ, որովհետև իրենք այս ընթացքում ինչքան ավել, ինչքան պրոբլեմներ եւ խնդիրներ են բերել մեր ժողովրդին։